Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս տեսանյութում կիրականացնենք լաբորատոր փորձ, որի ընթացքում մալաքիթի քայքայման միջոցով կտեսնենք այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում քայքայման ընթացքում։ Մալաքիթը ջերմության ազդեցությամբ քայքայվում է, առաջացնելով պղնձի օքսիդ, ջուր և ածխաթթու գազ։ Մալաքիթի քայքայումը ջերմակլանիչ ռեակցիայի օրինակ է։ Փորձն իրականացնելու համար անհրաժեշտ են հետևյալ սարքավորումներն ու նյութերը։ Թվային կշեռք նախատեսված է նյութերը կշռելու համար։ Ի տարբերություն մեխանիկական և նժարավոր կշեռքների, թվային կշեռքը ապահովում է նյութի զանգվածի ճշգրիտ որոշումը։ Մետաղյա կալան պատրաստված է երկաթից, կազմված է հիմքից, ձողից, եռանկյունաձև սեղմիչից, անոթներ պահելու հենակներից, օղակներից և խաչաձև սեղմակներից։ Նախատեսված է տարբեր փորձերի ընթացքում անհրաժեշտ լաբորատոր ապակյա իրերի ամրակալման կամ տեղադրման համար։ Քիմիական գթալիկ նախատեսված է փոքր քանակությամբ նյութեր վերցնելու և փորձանոթի մեջ տեղափոխելու համար։ Ձագար նախատեսված է հեղուկը կամ փոշին փորձանոթի մեջ լցնելու կամ զտելու համար։ Հրակայուն փորձանոթ բարձր հրակայունությամբ փորձանոթ, որը նախատեսված է ջերմակլանիչ ռեակցիաների իրականացման, օրինակ տաքացնելու միջոցով նյութերի այրման, հալեցման կամ քայքայման համար։ Քիմիական կամ լաբորատոր բաժակ սանդղակավոր չափաբաժակ է, որով որոշվում է նյութի ծավալը և օգտագործվում է հեղուկների կամ լուծույթների ժամանակավոր պահպանման, խառնման և տեղափոխման, ինչպես նաև զտման համար։ Հարմար է պինդ նյութերը հեղուկներում լուծելու կամ հեղուկներն իրար խառնելու, ինչպես նաև ռեակցիաներ իրականացնելու համար, հատկապես եթե անհրաժեշտ է մեծ ծավալի կամ առավել անվտանգ տարածք։ Ապակե ձող պատրաստված է քիմիապես կայուն և ամուր ապակուց, նախատեսված է լուծույթները կամ նյութերը հավասարաչափ խառնելու համար։ Սպիրտայրոց պատրաստված է բարձր հրակայունությամբ ապակուց, լիցքավորվում է հեղուկ սպիրտով, նախատեսված է նյութերի, լուծույթների և խառնուրդների տաքացման համար։ Կրակայրիչ նախատեսված է սպիրտայրոցի պատրույգը վառելու համար։ Խցան նախատեսված է գազերի արտահոսքը կանխելու համար։ Ճկախողովակ պատրաստված է սիլիկոնից, որն ապահովում է բարձր ճկոնություն և ջերմակայունություն, նախատեսված է հեղուկների կամ գազերի տեղափոխման, ուղղորդման համար։ Ապակյա ծնկաձև խողովակ ապահովում է հեղուկի կամ գազի ուղղորդված հոսքը։ Այս փորձում ծնկաձև խողովակի մի ծայրն ամրացվում է խցանին, մյուս ծայրը գազատար խողովակին։ Չափագլան այն ունի չափասանդղակ և նախատեսված է հեղուկների կամ նյութերի ճշգրիտ ծավալը որոշելու համար։ Զտիչ թուղթ մանր անցքերով հատուկ թուղթ նախատեսված հեղուկների, խառնուրդների զտման, բաժանման համար։ Մատիտ անհրաժեշտ է փորձի արդյունքները աղյուսակում գրանցելու համար։ Աղյուսակ նախատեսված է փորձի տվյալները գրանցելու համար։ Կալցիումի օքսիդ քիմիական միացություն է, որն անհրաժեշտ է կրաջուր ստանալու համար։ Կրակաթ ստանալու ենք նախապես, փորձը սկսելուց առաջ։ Մալաքիթ պատկանում է պղնձի հանքանյութերի խմբին, գույնը կանաչ, անհրաժեշտ է քայքայման համար։ Թորած ջուր մաքուր ջուր է, որում բացակայում են հանքային աղերը, օրգանական նյութերը, մանրեները և այլ աղտոտիչները։ Ստացվում է ջրի գոլորշացման և հետագա կոնդենսացման միջոցով։ Էլեկտրականություն չի հաղորդում, քանի որ իոններ չի պարունակում։ Էթանոլ, էթիլ սպիրտ Էթանոլը, էթիլ սպիրտը անգույն, թափանցիկ, ջրում շատ լավ լուծվող սպիրտային թեթևակի հոտով, գրեթե անտեսանելի կապույտ բոցով այրվող հեղուկ է։ Անհրաժեշտ է սպիրտայրոցը լիցքավորելու համար։ Փորձը սկսելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ և դնել ակնոց։ Նյութերը վերցնել փոքր չափաբաժիններով
օգտագործել մաքուր եւ չոր քիմիական ամանեղեն։ Փորձերից գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով, չի թույլատրվում փորձն իրականացնել ոչ լաբորատոր պայմաններում։ Կրակատ պատրաստելու համար քիմիական գթալիկով կալցիումի օքսիդ պարունակող տարայից վերցնենք 2-ից 3 գրամ կալցիումի օքսիդ և կշռելու համար լցնենք կշեռքին դրված թղթի վրա։ Կշռանքը լցնենք քիմիական բաժակի մեջ։ Չափագլանով վերցնենք 20 մլ թորած ջուր և լցնենք քիմիական բաժակի մեջ, որի մեջ լցրել էինք կալցիումի օքսիդը։ Բաժակի պարունակությունը խառնենք ապակե ձողով, կառաջանա կալցիումի հիդրոքսիդի կախույտ, կրակատ, որն ամբողջությամբ լուծված չէ ջրում։ Ձագարի տրամագծի չափով նախապես կտրված զտիչ թուղթը տեղադրենք ձագարի մեջ, վերջինս էլ տեղադրենք քիմիական մաքուր բաժակի մեջ։ Ստացած կախույթը լցնենք ձագարի մեջ։ Արդյունքում կրակաթը կզտվի և քիմիական բաժակում կրակաթի փոխարեն կունենանք կրաջուր, իսկ կալցիումի օքսիդի չլուծված մասը կմնա զտիչ թղթի վրա։ Կշեռքի վրա այս անգամ ևս նախապես դնենք թուղթ, փորձանմուշը կշռելու համար։ Քիմիական գթալիկով մալաքիտ պարունակող տարայից վերցնենք և կշռենք 1 գրամ մալաքիտ։ Կշռանքը մաքուր ձագարի օգնությամբ տեղափոխենք չոր փորձանոթի մեջ։ Փորձանոթը թաթի միջոցով ամրացնենք լաբորատոր կալանին։ Գազատար խողովակ ունեցող խցանին ամրացնենք ծնկաձև խողովակը, որի մի ծայրին ամրացնենք ճկախողովակը։ Գազատար խողովակ ունեցող խցանով փակենք փորձանոթը, որի մեջ մալաքիթն է։ Ճկախողովակի բաց ծայրն ընկղմենք քիչ առաջ պատրաստված կալցիումի հիդրոքսիդի զտված լուծույթի, կրաջրի մեջ։ Հետևենք, որ ճկախողովակի ծայրն ընկղմված լինի լուծույթի մեջ, սակայն չկպչի բաժակի հատակին։ Կրակայրիչով վառենք սպիրտայրոցի պատրույգը և տաքացնենք փորձանոթի պարունակությունը։ Հետևենք կատարվող փոփոխություններին։ Փորձանոթում առկա մալաքիթը սկսում է փոխել իր կանաչավուն երանգը։ Փորձանոթի պատերին հայտնվում են կաթիլներ, իսկ բաժակում նկատվում են պղպջակներ, որից հետո կրաջուրը սկսում է պղտորվել։ Մեր դիտարկումների արդյունքները գրանց ենք աղյուսակում։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք մեր աշխատասեղանը, պահպանելով անվտանգության կանոնները։ Տաքացումը սկսելուց քիչ անց մալաքիթի կանաչակապտավուն փոշու սևանալը վկայում է, որ առաջացել է պղնձի օքսիդ։ Փորձանոթի պատերին առաջացած ջրի կաթիլները փաստում են, որ քայքայման ժամանակ առաջացել է ջուր։ Կրաջրի պղտորումը վկայում է, որ անջատվել է ածխաթթու գազ։ Ածխաթթու գազը փոխազդելով կրաջրի մեջ պարունակվող կալցիումի հիդրոքսիդի հետ, առաջացնում է ջրում անլուծելի կալցիումի կարբոնատ, որն էլ հենց պղտորության պատճառն է։ Մալաքիթի տաքացումից առաջացած 3 նյութերը՝ պղնձի օքսիդը, ջուրը եւ ածխաթթու գազը հիմք են տալիս եզրակացնելու, որ իրականացվել են ջերմակլանիչ եւ քայքայման ռեակցիաներ։ Մալաքիթի քայքայման ժամանակ արձակվող ածխաթթու գազը ցույց է տալիս, թե սովորաբար բնության մեջ ինչպես են քայքայվում հանքանյութերը, նպաստելով ածխածնի շրջապտույտին, իսկ առաջացած պղնձի օքսիդը ցույց է տալիս, որ տաքացման միջոցով կարելի է հանքանյութերից ստանալ մետաղներ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։